Փառք Տիրոջի եղբայրներ եւ քույրեր, իր մեծ ողորմության համար ես ուզում եմ այսօր խոսամ մի թեմայի շուրջ, որ այսօր արդիական է եւ իրական է։ Հաճախակի մենք շատերս իրականության մեջ բարձրանում ենք ավետարանի մեջի հերոսներով, այդ մարդկանց ապրած կյանքով, բայց Աստված ուզում է, որ անձամբ ամեն մեկս իրական ֆունդամենտալ Աստված պաշտություն ունենանք։ Եվ այսօր ուզում եմ ես մի հարց տամ բոլորիս ամեն մեկիս։ Այսօր որ մենք ապրում ենք այս երկրի վրա, ինչի համար ենք ապրում։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին կանչեց իր մոտ, ինչ ասավ։ Ասավ մարդիկ ինձ մարով են ասում։ Մեկը Մարգարե ասավ, մեկը Առաքյալ ասավ, մեկը Մովսեսն ասավ։ Բայց մի հարց տվեց աշակերտներին, ասավ, բա դուք ով եք ասում։ Բայց ով եմ ձեզ համար։ Այսօր ով է Աստված քո համար։ Ով է Հիսուս քո համար։ Այդ հարցը տալիս ես քեզ։ Իրականության մեջ այսօր մենք շատերս գալիս ենք Աստծո տուն։ 84 Սաղմոսում տեսեք ինչ ասում։ Ուզում եմ կարդամ այդ համարը, ինչ է գրված։ 84 Սաղմոս կներեք 49 Սաղմոս 16 խոսքից տեսեք ինչ ասում մի վախենար երբ որ մարդս հարստանում է նա երբ որ նրա փառքը շատանա որտեվ նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնել իր հետ նրա փառքը չի գնա նրա ետևիցը գիտեք այսօր շատերս Տիրոջը որ եկել ենք ցավոք սրտի շատերս ապրում ենք ոչ թե Աստծո փառքի համար այլ մեր փառքի համար մեր փառքի համար բայց ասում այսքան էլ քո փառքը շատանա ով մարդ հիշի որ երբ որ քո կյանքդ վերջակետին եկավ այդ փառքդ քո հետ չես տանելու եւ տեսեք շարունակության մեջ ասում որտեվ նա մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առել իր հետ նրա փառքը չի գնալու նրա ետևից թեև նա իր անձին օրհնում է իր կյանքում է բայց քեզ կգովեն որ բարի ես անում քեզ ինքն է գովում բայց այսօր ինչ ասում երանելի է նա որ Աստվածանից կգովի այսօր իմը քո ապրած կյանք իրականից Աստված մի խորքային հարցնանք գովում է ոնց կգովա եթե այսօր մարդից է փառք փնտրում բայց իշի մեկ բան ասում որ քո փառքը եւ քո հարստությունը քեզ չի գնա իրականության մեջ եկել ենք եւ ասում հարց տվեց աշակերտին ով եմ ես իսկ երբ որ Աստված է մեզ համար փառավորը մենք ապրում ենք ոչ թե մեր փառքի համար այլ ձգտում ենք ապրելու համար Աստծո փառքի համար եւ Աստծո փառքի համար մարդիկ ապրողները Աստված Տերը նրանց պիտի մեծ ողորմություն անի բայց ավելի շատ այսօր հակված ենք մենք մեր դիրքը, մեր եսը, մեր մտածելակերպը, մեր հասկացողությունը եւ այսօր Տերը կոչ անում ամեն մեկից հնարավորություն ա տվել գիտեք այսօր բացառիկ հնարավորություն ա տվել որ մենք ամեն մեկս այս հարցը մեզ տանք ով է Աստված այսօր մեզ համար հաճախակի լսում եմ որ ասենք ես էլ եմ այդպես մի ժամանակ մտածել ասում են չի մար այս պաշտամունքի գիր ասում որ փրկվեմ եղբայրներ եւ քույրեր այո փրկվենք բայց մի օր մեկն էլ կարա դուրս գա ու ասի փրկություն չկա ինչ ես անելու կարա համոզի ու գալու են այդ օրերը բայց երբ որ փրկչի հետ ես դու հաղորդակցվում ոչ ոք քեզ չի կարա համոզի այսօր Աստծո նպատակը նա է որ մենք փրկչին հանդիպենք երբ որ փրկչին հանդիպեմ ել ես փրկության համար չեմ ապրել փրկչի համար կապրեմ
Ասում է իմ մարմինս եւ սիրտս ամեն օր տիրոշմով կցնծա։ Այսօր քո մարմինն ու քո սիրտը ումով է ցնծում եւ ումով է ուրախանում, այդ հարցը տալիս ես։ Դավիթ ասում է իմ մարմինը եւ իմ սիրտը տիրոշմով կցնծա։ Բայց երբ որ խորքային բաներ ենք տեսնում, հաճախակի մեր կյանքը տեսնում ենք դեպքեր, վիճակներ, երևույթներ, մի բան, մի փոքր մեր սրտով չեղնում հետներս խոսալ չեմ։ Գիտեք դա ինչի հետևանքն է, որտեվ քո սիրտը տիրոշմով չի ուրախանում։ Քո սիրտը դեռ ուրախանում է ունայն բաներով։ Ասում է ով ունայն բաներով ուրախացողներդ։ Ով ունայն փառքով ուրախացողներդ, որ դրանք ունայնություն հարազատներ։ Իրականության մեջ հանձնվի Աստծուն, իսկ եթե այսօր ուզում ես այս հարցը քո կյանքի մեջ կարգավորվի իմ կյանքի մեջ, Տեր ասավ մինչև չուրանաս քո անձը, քո խաչը չվերցնես իմ ետևից չգաս, ինձ արժանի չես եղնելու։ Իսկ անձը որն է։ Մեր միտքը, մեր կամքը, մեր զգացմունքը ամբողջությամբ պիտի հանձնվենք իրան։ Ժողովուրդ ջան, հերիք ապրենք մենք մեր փառքի համար։ Աստված քեզ կանչել է մեծ նպատակի համար։ Տերը քեզ մեծ գործի համար է կանչել։ Տերը կանչել է, որ իր հետ մտերմացնի քեզ։ Տերը կանչել է, որ ոչ թե քեզ ուրախացնի ինչ որ ունայն բաներով, այլ ինքն է ուզում քո ուրախությունը դառնա։ Երբ որ ինքն է դառնում քո ուրախությունը, այս կյանքը դու չես մտածում քո անձնական փառքի համար։ Այս կյանքում դու մտածում ես մեկի փառքի համար, Աստծո փառքի համար։ Իսկ Աստծո փառքի համար մենք մինչև չկորցնենք չենք գտնի, թող ոչ ոք չխաբի։ Դու պիտի կորցնես, որ գտնես։ Ինչը պիտի կորցնես։ Քո միտքը, քո կամքը, քո զգացմունքը, քո եսը, քո դիրքը, որպեսզի Աստծուն գտնես։ Բայց Աստված իրան փառավորողներին ինչ անելու, փառավոր անելու։ Եղբայրը հիշեցրեց, ասում է, եւ մի օր կա, որ կտեսնեք Աստծուն ծառայություն անողի եւ չանողի տարբերությունը։ Այդ օրը մոտենում է։ Հավատացեք, մոտենում է։ Ու շատ մոտ է, այսօր Աստված կոչ անում, որ ոչ թե մենք ապրենք մեր փառքի համար, այլ ապրենք Աստծո փառքի համար։ Եվ այսօր ամեն օր այդ հարցը դու քեզ տու։ Ես էլ ինձ տամ։ Այսօր քո սիրտը ինչով է ուրախանում։ Կենթանի Աստծով, թե ունայն բաներով։ Ցավոք սրտի, դա մեր ապրած կյանքի հետքերը ցույց է տալի, որ մենք այսօր շատերս դեռ ունայն բաներով ենք ուրախանում։ Դատարկ բաներով, խաղալիքներով։ Աստված հասակ է ուզում մեր մեջ բարձրացնի։ Ուզում է քեզ աճեցնի, ինչքան տարօրինակ երևույթ կեղնի, չէ, որ ես ստեղ գամ են խաղալիքներ կան, չէ, երեխի չխ կան։ Սրանով ուրախանում կասես, ես ինչ տարօրինակ եղբայր ես։ Այսօր շատերս այդ վիճակի մեջ ենք հավատացել։ Հասակը մեծ, տարիքը մեծ, բայց դեռ ինչի է չխչական խաղալիքներով են շատերը, բայց Աստված ուզում է մեզ լուրջ բանի համար կանչել, հավիտենական կյանքի։ Իսկ գիտեք ինչն է այդ չխչական խաղալիքները, այն որ շատերն ասում են, ինձ չբարևեցին, ինձ մարդատեղ չդրեցին, ինձ չփառավորեցին, դրանք դեռ մանկական բաներ են, ժողովուրդ ջան, Աստված քեզ մեծ բանի համար կանչել։ Ուզում է քեզ աճեցնի, ինձ աճեցնի, իսկ աճելու համար դու պիտի ուրանաս, քո անձդ պիտի ուրանա։ Ես պիտի ուրանամ իմ միտք, իմ կամք, իմ զգացմունքները, պիտի ամեն բան մի կողմ դնեմ եւ ունայն փառքի ետևից չգնամ, որ ասում եմ, մի վախենար, երբ որ մարդս հարստանա, երբ որ նա փառքը շատ, որտեվ նա մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնել իր հետ։ Նրա փառքը չի գնալ նրա ետևիցը։ Թեև նա իր անձը օրհնում է իր կյանքում։ Շատերն են այսօր օրհնում, շատերս եք այսօր բարձրանում ունայն բաներով։ Բայց որ ինչքան կարամ ես Աստծով բարձրանամ, այդ հարցը պիտի ես ինձ տամ։ Ես ամեն օր հարցն ինձ պիտի տամ։ Օրի օր մեր աչուծաղ, մեր շրջապատը մարդիկ իրանց կյանքը վերջակետին ա տրում, գնում են մարդիկ։ Բայց այդ մարդկանց լույսը ով պիտի հասցնի։ Լույսը ով պիտի հասցնի, հարց եմ տալիս ձեզ եղբայրներ եւ քույրեր։ Այդ լույսը դու պիտի հասցնես, ես պիտի հասցնեմ։ Իսկ գիտեք ինչի համար լույսը դեռ շատերիս կյանքը հասանելի չի։
Եթե մեկը փոսի մեջ ընկած է, նրա քաշը 60 կիլո, դու 30 կիլո ես, դու 30 կիլո 60 կիլո էլ չես կարա փոսից անես։ Քո քաշդ պիտի ավելանա, որ նրան կարողանաս անես։ Այսօր մենք պիտի սկսենք հոգևոր աճել, երկնայինը մտածել, որ Աստված քո հասակդ բարձրացնի, որ կարողանաս կողքինիդ օգտակար եղնես։ Մինչև քո քաշը չավելանա, դու չես կարող այդ քեզանից բարձր քաշ ունեցողին այդ փոսից անես։ Բայց եթե ես ունայն բաներով եմ ուրախանում, իմ քաշը հոգևոր չի աճելու, չի բարձրանալու։ Չի բարձրանալու, իսկ Աստված ումը պիտի աճեցնի, ով որ իր անձը կուրանա, անձը տուրացի այսօր։ Աշխարհը դժոխք է գնում, ժողովուրդը կորցվում են։ Բայց ասում իմ ժողովուրդը անգութ ջայլամի պես, անապատի անգութ ջայլամի պես ինչա քնելա։ Ես հիշում եմ մի դեպք, պատմել են ինձ, ես մի հատ հորողբեր եմ ունեցել, իմ հորողբերն ընկել է թորոնում այրվելուց է եղել, իմ հերս ասում է ես իմ ուժը չէր եկեմ որ հանեմ, ուժը չէր եկեմ որ այդ կրակից հանեմ, իրան քաշ էր պետք որ այդ կրակից հանի, բայց որ քո կողքին ընկնում այդ կրակի մեջ, հնոցի մեջ պատրաստ արդեն վառվելու, դու նուժել այդքան մենք այսօր անգութ ենք դառնում, mēs պիտի մեր քաշ ավելացնենք, որ կարողանանք այդ մարդկանց այդ հնոցից անենք։ Բայց թե մենք դեռ ունայն բաներով, խաղալիքներով ենք զբաղված, Աստված այդ քաշը չի ավելացնելու։ Հաճախակի մենք պարծենում ենք ժամանակավոր բաներով, բայց ասում եմ պարծենում մենա թող նա պարծենա, որ ճանաչում եւ հասկանում է, որ ես եմ Տերը։ Ես եմ Տերը։ Սկսեք ինձնով ուրախանալ, սկսեք ինձնով պարծենալ։ Այսքան դեռս իմ անձնական փառքով եմ զբաղված, Աստված ինձ չի աճեցնելու։ Ու Աստված ուզում է մեզ բերի մի մտքի, մի հասկացողության, որով մարդ այս կյանքը գնում այլ հետ չես գալու։ Հերիք այս ունայն փառքի մար ապրենք։ Ապրենք Աստծո փառքի մար։ Եվ այնքան Աստծո փառքի մար կապրես Աստված է, որ քո քաշն ավելացնելու է։ Ասում դե կողքինից վկայում եմ չի ապաշխարում։ Ինչ վկայի կողքինդ։ Ինչ ապաշխարի։ Եթե տեսնում ես շատ բաներ եմ քո անունը փոխվել է, բայց քո մտածելակերպը չի փոխվել։ Շատ բաներ կա, որ մեր անունն է փոխվել, բայց դեռ մեր հասկացողությունը աշխարհի հասկացողության պես է։ Աշխարհի մտածելակերպ, բայց Աստված ուզում է փոխի ու հասկացնի ով մարդ ուշքի եք։ Ես քեզ ավելի մեծ փառքի մար եմ կանչել իմ հետ այդ խնջույքին մասնակցես։ Թող Տերը զորացնի, որ այսօր մեկ բան խնդրենք ամեն օր, ու մեկ բան հասկանանք ու ասենք Տեր մեր միտքը լուսավորի։ Մեր միտքը լուսավորի։ Որ ես քո լույսով տեսնեմ այդ լույսը։ Այդ լույսով տեսնեմ։ Ոսմ այսքան էլ փառքը տավելացնես, դիրքը տավելացնես, չգիտեմ ինչերը չքեղացնես, գնացիր մի ակնթարթ այդ գնալը։ Դրանք ասում հետը չես տանելու։ Դրամար Սաղմոս 2-ն լավ էր հասկացի, ասում իմ սիրտը եւ իմ մարմինը կենթանի Աստծով կցնծա եւ կուրախանա։ Բայց մեր անկեղծանանք, որ այսօր մեր սիրտը եւ մեր մարմինը շատերիս կյանքը ոչ թե կենթանի Աստծով ուրախանամ, այլ նրա տվածով ուրախանամ։ Նրա եղածը վերցնում ենք ամեն օր ու ապրում ենք մեզ համար։ Ու ապրում ենք մեզ համար։ Բայց Տերն ուզում է քեզ մաքրի, ինձ մաքրի, սրբի, որ երկինք տանի։ Մեզ երկինք տանի։ Եթե մարդը պետությունից պետություն է գնում կամ մի անցակետ, որ այդ անցակետը եթե նրա վրա մետաղյա ինչ-որ բաներ է եղնեմ, կամ ինչ-որ անօրինական բաներ է եղնեմ, մինչև չհանես, դու չես կարող այդ անցակետը անցնես։ Բայց որ հաճախակի բաներ կա Տերը թույլ է տալի, որ մենք բախվենք, մենք մեզ ճանաչենք ու ազդակներ է ուղարկում։ Որով մարդ այս բանը քո կյանքիդ մեջ կա, ես քեզ սիրում եմ, ես քեզ փրկել եմ, իմ որդու արյունը փրկագին եմ տվել, բայց այս բաները քո կյանքում խանգարում է, որ այդ անցակետը անցնես, ուշքի եք ասում։ Սթափվիր, թող այդ ամեն ինչը։
Ուշքի եք ասում։ Ինքը սիրում է քեզ։ Ինքը փրկագին է տվել։ Բայց այդ անցակետ անցնելու համար այսօր ինքը իսկ այդ բաները քո վրայից դու պիտի հոժարես որ հանես։ Դու պիտի ուզես, որպեսզի Տերն էլ իր մեծ ողորմություն անի։ Տեսեք ինչ ասում գրված է երկրորդ մնացորդած 25 խոսքից ասում է այլ դու ինքդ 25-ի 8-ից այլ դու ինքդ գնա գործիր զորացիր պատերազմը ապա թե ոչ Աստված քեզ կկործանե թշնամի առաջ որտեղ Աստված զորավոր է օգնելու եւ կործանելու ում ուղարկեմ որ զորացի թագավորին ասում է դու պիտի գործես ոչ մեկը քո փոխարեն որոշում չպիտի կայացնի կարող քո փոխարեն որոշում կայացնեն բայց վերջի որոշումը դու ես կայացնում Դու պիտի որոշում կայացնես եղբայր աղոթի ես բանը ես էլ չանեմ Հե աղոթեց եղբայրը բայց եթե իմ սրտի մեջ դեռ որոշում չեմ կայացրել այդ աղոթքը իմ կյանքը իր գործողությունը չի անել Ես պետք է հոժարեմ որ Աստված այդ գործն անի ասում այլ ինքդ զորացիր ինքդ գործիր Այո Աստված միջամտում է այն մարդկանց կյանքում որ ուզում են փոխվեն որ ուզում են շտկվեն որ ուզում են այս մեղք իր կյանքից գնա Աստված Տերը դրա համար որ թուն ուղարկեց որ ով որ տեսնի ով որ հոժարում է ով որ ուզում է նրանց պիտի միջամտի Եվ այսօր ինչքանով ես ուզում դու քո կյանքը փոխես Ինչքանով ես ուզում դու անձնուրազ մարդ դառնաս եթե դու կհամաձայնվես ամենակարող Աստված քեզ ինձ մեզ կբացես կյանքի ունայնությունը եւ կբացի հավիտենական կյանքի ճոխությունը Եվ կբացի այն փառքը, որ պատրաստել է ինձ ու քեզ համար։ Եվ որ իրան կհանդիպես դու կասես այո արժեր, որ այս բաներից զրկվեցի։ Իսկ երբ որ կհոշարես նա կլուսավորի քո միտքը։ Ընտրությունը քո առջև այսօր դրված։ Այսօր դու Աստծո փառքն ես ընտրում։ Թե մարդկային ժամանակավոր փառքը։ Թող Տերը զորացնի եղբայրներ եւ քույրեր, որ իրականից ամեն մեկս էս ուզենք որ հոժարենք եթե այսօր քո կյանքում ինչ որ մի խոչընդոտ կա արկելք կա միանշանակ համոզված եմ երբ որ դու համաձայնվես այդ բանից զրկվելու կտրվելու թշնամին հակառակորդը պիտի ասի գիտես եթե դու այս տեղը զիջեցիր մի քիչ խիստ եւ կոպիտ ասած պիտի գլխիդ նստեն դες բան գոյություն չունի Եթե դու այս տեղը զիջեցիր, դու ես ինչ բանից պիտի զրկվես։ Նա գալու է, նա մոտենալու է, նա ամեն անգամ բանսարկում փսփսում է։ Բայց դու համաձայնվի, այսօր օրն է։ Միայն համաձայնվի, միայն սրտանց որոշում կայացրա, Աստծո փառքը պիտի տեսնես։ Միայն սրտանց որոշում կասասա Տեր, այս բանը ես տեսնում եմ որ խոչընդոտը հանդիսանեմ իմ եսը, իմ միտքը, իմ կամքը, բաներ կա որ խոչընդոտը հանդիսանեմ իմ եւ քո մեջ, խնդրում եմ ինձ այս վիճակից հանիր, մի վախեցիր, համաձայնվիր Աստծո փառքը տեսնելու ես։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Աղոթենք։